Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Իշխանությունը մտադիր է Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետական փաստաթուղթ դարձնել, հանրային քննարկման են դրել եւ բացատրում, որն է իրական Հայաստանը։ Ես տեսնում եմ մի հռչակագիր, որը դառնալու է Նիկոլ Փաշինյանի պարապ վախտի խաղալիքը։ Բաքվի դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը։ Արցախի նախկին պետնախարարը պահանջել էր դատարան կանչել նաև Մինսկի խմբի համանախագահներին։ Հանրապետականը Փաշինյանին հեռացնելու օրակարգով հանդիպումներ է սկսել։ Սա իմպիչմենտի հերթական փորձն է, սակայն այն ազգային ժողով չի հասնի, քանի դեռ բավարար թվով քվեներ չեն հավաքել։ Դրա համար նախաձեռնությանը պետք է միանան նաև որոշ ՔՊԱ-կաններ։ Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կամ դրա շուրջ մեր հետ կհամախմբվեն, կամ կառաջարկեն այլ լուծում։ Հեցի կառավարումը վերցնելու իշխանության գործողություններից հետո Moody's վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է հեցի վարկանիշը։ Սա ազդակ է եւ կառավարությանը, եւ հեցին, եւ ներդրողներին։ Թագավորական շքեղություն եւ բողոքի ակցիա։ Դոնալդ Տրամպին Մեծ Բրիտանիայի Վինդզորի ամրոցում դիմավորել է Չարլզ III։ Հարյուրավոր մարդիկ էլ փողոց են դուրս եկել բողոքի ակցիայի։ Իսրայելի տանկերը Գազա քաղաքի կենտրոնում են։ Եվրամիությունը առաջարկում է սահմանափակել Իսրայելի հետ առևտրային կապերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսությունը նկարագրող առաջին պաշտոնական փաստաթուղթն է ի հայտ եկել։ Այս գաղափարախոսության գեղագիտական նրբությունները կանոնակարգող նախագիծը օրերս քննարկման է դրվել իդրաֆտ հանրային հարթակում։ Խաղաղություն, փոխկապակցված ուրախության եւ կենսասիրության հետ։ Դատելով փաստաթղթից սա է փաշինյանական գաղափարախոսության առանցքային դրույթը։ Վարչապետի այս նախաձեռնությունը ոմանք արդեն իսկ թուրքմենական փորձի կրկնություն են որակում։ Իշխանությունը մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետական փաստաթուղթ դարձնել։ Նախագծերի իդրաֆտ կայքում հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը, որը կառավարությունը դեռ պետք է հաստատի։ Իրական Հայաստան բառակապակցությունը վերցրած չէ ճակերտների մեջ, ինչպես վերնագիրն է հուշում, նախ նկարագրված է, թե որն է այդ իրական Հայաստանը։ Իրական Հայաստանի քաղաքական եւ իրավական տարածությունը հայտարարված, հռչակված եւ ճանաչված է իբրև Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններով պարփակված տարածություն։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Փաշինյանի կառավարությունում կարծում են այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր եւ հոգեբանական նկարագիր, հաճախ հակասում է իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է դրա չգոյություն, չի արտահայտում իրական կյանքը իրական Հայաստանում։ Ու որոշել են նախ ձևակերպել, ապա ինչպես գրել են, այն կապել քաղաքական եւ իրավական իրողություններին։ մեր ինքնությունն է։ Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ծայրից ծայր կարդացել է նախագիծը։ Ես հիշեցի լուսահոգի, ուրեմն Թուրքմենիայի լուսահոգի նախագահ Սափար Մուրադ Նիազով Թուրքմենբաշիի Ռուհնամա գիրքը, որը ըստ էության փորձ էր դիրեկտիվների միջոցով ասենց ասած կանոնակարգելու թուրքմեն ժողովրդի կենսակերպը, ինքնությունը։ Մի նախադասություն եմ հիշում, որ ասում էր թուրքմեն должен быть аккуратным։ Այս տեքստի մեջ մարդ չկա։ Ես տեսնում եմ մի հռչակագիր, որը դառնալու է Նիկոլ Փաշինյանի պարապ վախտի խաղալիքը։ Հայեցակարգի նախագծում խաղաղությունը որպես իրական Հայաստանի առանցքային գաղափար է ներկայացված։ Հայեցակարգն էլ պետք է ուղղված լինի դրան։ Տիգրան Պասկևիչյանը հարցնում է. հիմա ով է իրականությունից կտրված։ Խաղաղությունից ես խոսում, բանից ես խոսում։ Դու ոչ ունես խաղաղության ուրեմն պայմանագիր, ոչ այս խաղաղությունը վերջնական հաստատվել է, ոչ մի բան չի եղել։
Ես ինչի մասին ես խոսում։ Պետք է վերջ տալ պաթոսին, լինի դպրոցում թե թատրոնի բեմում, վշտին եւ տառապանքին պետք է փոխարինելու գա ուրախության զգացողությունը։ Այս ձևակերպումներին զուգահեռ հայեցակարգը բեմական արվեստի վերաիմաստավորման հարց է դնում։ Ինչպես ձևակերպված է նախագծում, իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր է պաթոսին եւ ամբովանդակ վերամբարձ ճոռոմաբանությանը։ Ուրախության եւ կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման։ Իրականում բեմական նման բովանդակությունն աջակցել է պատերազմի քաղաքականությանը, որի հետ հաշտ է վշտի ու տառապանքի թեման։ Ուրախության եւ կենսասիրության զգայական բովանդակությունը անխուսափելիորեն փոխկապված է խաղաղությանը։ Փաշինյանի կառավարման շրջանում 44 օր է եղել Արցախի վրա ադրբեջանական 23-ի հարձակումը, որին հետևեց հայաթափումը։ Տիգրան Պասկևիչյանը կարծում է, դա մոռացության մատնելն է խնդիրը։ Մենք շատ լավ տեսանք այդ սեպտեմբերի 22-ի դեպքը։ Եղբայր, դու տանում ես այդ մարդկանց զոհում ես ու մոռացության ես տալիս։ Ու այդ օրը քեֆ ես անում ինչ-որ։ Հետո չի լինի։ Ես հասկանում եմ, իրանք ուզում են մեկուսացնել մտածող, դատող բան մարդկանց, մեկուսացնել դնել մի կողմ, գործ ունենալ այն ժողովրդի հետ, որը սիրում է ուտել, ուրախանալ, հարսանիքներ անել, տժալ եւ այլն։ Եթե լուրջ մտահոգություն լիներ, սա պետք է 180 աստիճանով շուռ տալ։ Սրա դեմ էր պետք պայքարել, ոչ թե սա ընդունել որպես ինքնության փաստ։ Ուրախ ապրենք, հա, ուրախ ապրենք։ Ուրախ չքննադատենք, չխոսենք ոչ մի բանի մասին։ Պետության ֆինանսավորած ծրագրերը ըստ առաջարկի պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի խրախուսմանը։ Եթե հայեցակարգը հաստատվի, պետական միջոցները կուղվեն նաեւ հարևանների հետ համատեղ նախագծերին։ Ստեղծագործող մարդու համար կողքից միջոցներ գտնելը շատ դժվար է, իսկ պետական ֆինանսավորումը ապագան արդեն տեսնում է գրող Պասկևիչյանը, կդառնա ըստ այդ հայեցակարգի չափանիշների։ Մի հատ ձևական ջուրի կսարքեն ու կասեն, դե ոնց շեֆը գրել է, մի հատ նայենք համապատասխանում է, հա, այս մեկը համապատասխանում է, գնացեք բեմադրեք, այս մեկը չի համապատասխանում։ Սովետական վիճակն է։ Մենք հայ կոչվել ենք եւ առնվազն այդ ինքնությունը արձանագրել ենք միայն պետության շնորհիվ եւ պետության գոյության պայմաններում։ Հայեցակարգը մշակվել է երկրորդ տարին շարունակվող պատմականից իրական Հայաստանի անցման մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերի ֆոնին։ Նախագծում իշխանության կողմից վտանգավոր մեսիջ համարվող Արարատին ուղիղ անդրադարձ չկա, բայց որպես լավ օրինակ Արագածին հայացքն ուղղելն է բերվել։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է։ Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ, եթե խոսքը Լեռան մասին է, որովհետև քաղաքը Հայաստանի Հանրապետությունում է։ Նախագիծը դեռ 11 օր էլ իդրաֆտ հարթակում կքննարկվի։ Այս պահին ավելի շատ դրան կողմ են, քան դեմ։ Արդյոք կլսեն դերասանների, գրողների, արվեստագետների, ուսուցիչների, կոնկրետ մարդկանց, ում անմիջականորեն վերաբերվելու է հայեցակարգը։ Կրթության նախարարի խոսնակը միայն փոխանցեց ամսվա վերջին նախարարին կից հասարակական խորհրդում կքննարկվի։ Ընդունման ժամկետների վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Իդրաֆտում առաջարկների հնարավորություն կա, մինչև օրս ընդամենը 10 է ստացվել, հիմնականում ոչ թե բովանդակային, այլ ոճական խմբագրական։ Սոցցանցերում, սակայն, թեման ավելի ակտիվ է քննարկվում։ Ազգագրագետ Աղասի Թադևոսյանին նախագծից մեջ բերված մի կտոր բոլշևիկյան դեկրետներն էր հիշեցրել։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է հայ գերիների դատը։ Ավելի քան 1 տարի շարունակվող դատաքննության ընթացքում առաջին անգամ 3 Արցախի նախկին պետնախարարը միջնորդել է հարցաքննել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դատն անցնում է առանց անկախ լրատվամիջոցների եւ միջազգային կառույցների։ Նիստերը լուսաբանում է բացառապես ադրբեջանական պետական գործակալությունը։ Ուստի Փաշինյանին Բաքվի դատարան հրավիրելու դրդապատճառները հայտնի չեն։ Դատարանը մերժել է Վարդանյանի խնդրանքը, իսկ նրա Երևանում գտնվող զինակիցները ընդհանրապես վստահ չեն, որ նման միջնորդություն եղել է։
Պրեմիեր-մինիստրը Ռեսպուբլիկի Արմենիայի Նիկոլա Փաշինյանը Բաքվի զինվորական դատարանը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը։ Նախորդին կայացած նիստում Արցախի նախկին պետնախարարը Հայաստանի վարչապետից բացի նաև միջնորդել էր հարցաքննել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։ членов Минской группы ОБСЕ и представителей Международного комитета Красного Креста в Азербайджане. Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը սակայն նշել է, որ Հայաստանի վարչապետը, ինչպես նաև մյուս անձինք հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ եւ պահանջել է դատարանից Վարդանյանի միջնորդությունը թողնել առանց քննության։ Գործով տուժողները եւս պնդել են մերժել միջնորդությունը։ Отметили, что лица, которых обвиняемый предложил привлечь к допросу, не имеют отношения к рассматриваемым в суде обвинениям. Թե ինչ հիմնավորմամբ է Ռուբեն Վարդանյանը միջնորդել Բաքվի դատարանում հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնի չէ։ Անկախ լրատվամիջոցների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստերը լուսաբանում է ադրբեջանական պետական ազերթաջ գործակալությունը, որն այս մասով որևէ տեղեկություն չի հայտնում։ Բաքվի զինվորական դատարանն ամեն դեպքում որոշել է չքննել Վարդանյանի այս միջնորդությունը։ Նիկոլ Փաշինյանին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հարցաքննելու միջնորդության մերժումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև պնդել է, որ ինքը զինծառայող չէ եւ համաձայն չէ, որ իր քրեական գործը քննվում է զինվորական դատարանում։ Указав, что он не является военнослужащим и поэтому не согласен с рассмотрением уголовного дела в отношении него в военном суде. Ի պատասխան գլխավոր դատախազի օգնականը հակադարձել է, թե քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվում են նաև ռազմական հանցագործություններ, հետևաբար նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը եւ պահանջել է այս միջնորդությունը եւս չքննել։ Ավելի քան 2 տարի Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը, որ երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, իսկ Արցախի պետնախարարի պաշտոնում աշխատեց ընդամենը 3 ամիս, մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով, ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Մերժելով բոլոր այս մեղադրանքները, Ռուբեն Վարդանյանը նախորդին դատարանում նաև հայտարարել է, որ չի ընդունում սահմանը ապօրինի հատելու հերթական մեղադրանքը։ Այս առումով Վարդանյանը միջնորդել է, որպիսի հարցաքննվեն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատարները։ Председательствующий Зейнал Агаев отметил, что в настоящее время заседание суда продолжается. Ի պատասխան դատավորը պնդել է, թե ռուսական խաղաղապահ ուժերը որևէ կապ չունեն Վարդանյանին ներկայացված մեղադրանքի հետ եւ հետեւաբար այս միջնորդությունը եւս հրաժարվել է քննել։ Он заявил, что командование российского миротворческого контингента, ранее находившееся в Карабахе, не имеет никакого отношения к уголовному делу в отношении обвиняемого. Շուրջ 8 ամիս շարունակվող դատական նիստերում Ռուբեն Վարդանյանի գործով ցուցմունքներ են տալիս անձինք, որոնք պնդում են, թե տարբեր տարիներին վնասվածքներ են ստացել հայկական ուժերի ռազմական գործողությունների արդյունքում։ Նախորդին ցուցմունք են տվել մի քանի տասնյակ զոհված անձանց հարազատները, ինչպես նաև վիրավորումներ ստացած քաղաքացիներ, հերթով պատմել են, թե որտեղ եւ ինչ զինատեսակից են վիրավորվել։ Ըստ ազերթաջի Ռուբեն Վարդանյանը հարցեր է տվել տուժողներին, դրանց բովանդակությունը սակայն պետական լրատվամիջոցը չի հրապարակել։ Ես չունեմ որևիցե փաստ, ընդհանրապես դրանք հաղորդագրություններ են։ Գերեվարված Ռուբեն Վարդանյանի նախկին խորհրդական Մեսրոպ Արաքելյանը կասկածի տակ դնելով փակ դատավարության մասին ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկությունները չի բացառում, որ այնինչ վերագրվում է Վարդանյանին կարող է եւ կեղծ լինել։ Հետևաբար հրաժարվելով մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդության մասին տեղեկությունը, Մեսրոպ Արաքելյանը միայն նշում է, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տվյալ դեպքում ցույց տալ միջազգային հանրությանը, որ այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Բաքվի բանտերում պահվող հայերին, ամբողջությամբ կեղծ են։ Այն մեղադրանքները, որ ներկայացվում են, որ սկսած 1988 թվականից մինչև 2023 թվականը Արցախի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունները, դրանք ահաբեկչական գործողություններ են, այնինչ ակնհայտ է, որ Արցախի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցել պատերազմ, Արցախը ինքնապաշտպանությունից ելնելով ստիպված ռազմական գործողությունների մեջ է ներկայացվել, որի շրջանակներում եւ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ հետագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արձանագրված բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնց կողմ է կազմում նաեւ Հայաստանը։ Հետևաբար Հայաստանը ունի լիարժեք հնարավորություններ այդ փաստերը ներկայացնելով գոնե միջազգային հանրությանը ապացուցել, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Արցախից Հայաստան ուղևորվելու ճանապարհին 2023-ի սեպտեմբերին գերեվարված Ռուբեն Վարդանյանի գործը Ադրբեջանն առանձնացրել է Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների վարույթից եւ առանձին է քննում։ Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 23-ին է։
Փաշինյանն ու Ալիևը արձագանքել են Թրամփին։ Միացյալ Նահանգների նախագահը երեկ հրապարակել էր օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր Փաշինյանի եւ Ալիևի հանդիպման լուսանկարը ու կից գրել, որ մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի Հայաստանի միջև պատերազմը եւ միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների հետ։ Հայաստանի վարչապետը ի պատասխան վերահաստատել է իր հանձնառությունը աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական հատվածին կապող նախագծի թրիպի իրականացման ուղղությամբ։ Իր հերթին Ալիևը շեշտել է, որ Թրամփը Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության եւ ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն է։ 4 օր առաջ Բաքուն հայտնեց, թե ձերբակալել է Արցախի հայաթափումից հետո այստեղ մնացած 15 հայերից մեկին Կարեն Ավանեսյանին։ Բաքուն պնդում է, որ 58-ամյա հայ տղամարդը Իլհամ Ալիևի Ստեփանակերտում գտնվելու ընթացքում իբր փորձել է ահաբեկչական հարձակ իրականացնել։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ Ավանեսյանը վիրավորվել էր, այժմ գտնվում է բժիշկների իսկողության տակ, իսկ բաքվեցի քաղաքագետները տեղի ունեցածում երևանյան եւ նույնիսկ ռուսական հետք են փորձում գտնել։ Արդեն 4-րդ օրն է, ինչ 2023-ից հետո Ստեփանակերտում մնացած հատուկենտ հայերից մեկի Կարեն Ավանեսյանի ճակատագրի մասին ադրբեջանական աղբյուրները որևէ նոր տեղեկություն չեն հաղորդում։ Կիրակի օրն ադրբեջանական լրատվամիջոցները երկրի ոստիկանությանը վկայակոչելով հաղորդել էին, որ 58-ամյա Ավանեսյանը Ստեփանակերտի մերձակա անտառներից մեկում պահտրված զենքերով իբր փորձել է հարձակում իրականացնել ճիշտ այն պահին, երբ քաղաքում էր Ադրբեջանի նախագահ İlham Aliyev. Bu zaman Avaniyan 3 adet el qumbarası atmaqla və avtomatdan atəş açmaqla polisə silahlı müqavimət göstərib. Թե ինչ վիճակում է ադրբեջանցի ոստիկանների հետ իբր փոխհրացքության ժամանակ վիրավորված Ավանեսյանն այս պահին հայտնի չէ։ Ադրբեջանի մերձիշխանական փորձագիտական շրջանակներից սակայն կարծիքներ են հնչում, որ վիրավորված հայ տղամարդուն պետք է արագորեն բուժել եւ հարձակվնել, պարզելու համար արդյոք նա միայնակ էր գործում։ Երեք ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել նախկին արտգործնախարար Թովֆիկ Զուլֆուղարովը։ Ամենակարևորն այն է, որ ահաբեկչական գործողության փորձի հեղինակը ողջ է եւ հետաքննությունը շարունակվում է։ Երբեմն որոշ ուժեր, որոնք լքում են նախկինում իրենց կողմից զբաղեցրած տարածքները, այնտեղ ցանց են ստեղծում, զենք ու պայթուցիկներ թաքցնում, ապագայում ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով։ Կարծես երկրորդելով նախկին արտգործնախարարին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունն ու ականազերծման գործակալությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, պնդելով, թե Շուշիի շրջանի Հինշեն գյուղում, որն այժմ ադրբեջանցիները Քյուչուկ Գալադարասի են կոչում, սպառազինության մեծ թաքստոց է հայտնաբերվել։ Kiçik Qala Dərəsi kəndi ərazisində xeyli sayda silah-sursat aşkar edilərək götürülüb. Ադրբեջանցի ուժայինների տարածած տեսանյութերում տեսանելի էին ԱԱԾ հայատար գրությամբ զրահաբաճկոններ, 4 նռնականետ, առնվազն 5 ինքնաձիգ եւ 4 ատրճանակ, ինչպես նաեւ սաղավարտներ ու շարժական ռադիոկայաններ։ Ուշագրավը ի դեպ, որ Հինշենում սպառազինության այս խմբականակի հայտնաբերման մասին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաղորդագրության հրապարակման պահին İlham Aliyevը ժամանում էր Շուշի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ բանակցությունների նպատակով։ Արդյոք Ավանեսյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ Հինշենում զինանոցի հայտնաբերման միջև կապ գոյություն ունի, ադրբեջանցի ուժայինները չեն հաղորդում նախկին արտգործնախարար Զուլֆուղարովը, սակայն համոզված պնդում է ինքը կարող է մեծ հավանականությամբ ենթադրել, թե ովքեր են կանգնած վերջին իրադարձությունների ետևում։ Մենք տեսանք, որ Մինսկի խմբի լուծարումից հետո այժմ Հայաստանում բնակվող նախկին Ղարաբաղցի անջատականները ակտիվացան։ Չի բացառվում, որ նման քայլերով նրանք ցանկանում են ասել. մենք դեռ այդտեղ ենք։ Ադրբեջանցի իշխանամետ փորձագետներից եւս մեկը Ռիզվան Հուսեյնովը ի տարբերություն Զուլֆուղարովի այլ հետքեր է նշмарում։ У меня почему-то устойчивое впечатление, что это чисто российское. Российский след в этом. Չգիտես թե ինչու, բայց ես հաստատուն տպավորություն ունեմ, որ այստեղ ռուսական հետք է առկա։ Այս միջադեպը միայն մեկ երկրի կարող էր ձեռնտու լինել։ Տեղի ունեցածից հետո համացանցը ուղղակի պայթեց։ Առանց այդ էլ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ատելության խոսքի մակարդակը շատ բարձր էր։ Сразу же интернет взорвался, да, и так шкала
да, вот этого hate speech между Азербайджаном и Арменией высокая. Ստեփանակերտում տեղի ունեցածի մասին ուժայինների հայտարարությունից հետո ադրբեջանական սոցցանցերն իրոք պայթեցին հայերի նկատմամբ պատելություն պարունակող գրառումներից ու մեկնաբանություններից։ Շարքային ադրբեջանցիների հիմնական ուղերձն այս օրերին մեկն է՝ հայերին վստահել չի կարելի։ Այս տրամադրությունների ամենավառ արտացոլումը դարձավ Յենի Մուսավատ կայքի Բաքվի փողոցներում անցկացրած հարցումը։ Դա է նրանց բնույթը, նրանք բոլորն էլ այդպիսին են, ես նրանց հետ երբեք չեմ հաշտվի։ Ես վստահ եմ ահաբեկչական գործողություններ միշտ էլ լինելու են։ Ես երբեք չէի ցանկանա նրանց հետ կողք կողքի ապրել, ճիշտ է նրանք մեզ ոչինչ չեն կարող անել, բայց մեկ անգամ եւս ցույց տվեցին իրենց հայությունը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած հանրապետական կուսակցությունը Փաշինյանին հեռացնելու օրակարգով արտախորհրդանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել։ Ինչ են քննարկել, դեռ փակագծեր չեն բացում։ Ազատության հետ զրույցում ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հույս հայտնեց միայն, որ գործընկերները կամ իմպիչմենտի շուրջ կհամախմբվեն կամ կառաջարկեն այլ լուծում։ Դեմոկրատական այլընտրանք շարժման առաջնորդ Սուրեն Սուրենյանցի համար սկզբունքային է, ինչ բովանդակություն ունի այդ իմպիչմենտը։ Հանդիպումների նպատակը իմպիչմենտի վերաբերյալ քննարկումներն են, ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան այդ գաղափարի շուրջ եւ նախապատրաստական աշխատանքը լսումներին, որը հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է մեկ պարզ նպատակով՝ իշխանափոխության լուծումների կիրառական ուղիների քննարկում։ Մեր առաջարկած ուղին իմպիչմենտն է, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կամ դրա շուրջ մեր հետ կհամախմբվեն, կամ կառաջարկեն այլ լուծում, որը չեմ կարծում, որ գոյություն ունի, բայց ամեն դեպքում հարցակը կլինի։ Իմպիչմենտին հասնելու ճանապարհին առաջին կարևորագույն կետը դա ընդդիմադիր դաշտի առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության կոնսոլիդացիան է։ Ես կարծում եմ, որ իմպիչմենտի գործընթաց պետքա խորհրդարանում փորձ արվի, որտեղ դա որևէ ձևով անկախ ելքից ընդդիմությանը չի կարող վնաս լինել։ Ես միամիտներից չեմ, որ կարծեմ, որ առանց համաժողովրդական շարժման հնարավոր է հասնել ինչ-որ հաջողության։ Բայց իմպիչմենտը մի հանգրվան չունի։ Գուցե չհասնենք այն վերջնանպատակին որպես արդյունք, բայց միջանկյալ արդյունքներ էլ կան, իշխանությունն է թուլանում, իշխանությանը հարվածում ես ինքը զրկվում է թիվ 1 օրակարգ թելադրելու հնարավորությունից, իշխանության մեջ ճաքեր ես խորացնում, այսինքն այս բոլորը միջանկյալ արդյունքներ են։ Պետք չի ամեն ինչը դիտարկել միայն վերջնանպատակի կտրվածքով։ Ինքը շանս է, որը թույլ է տալու, որպեսզի ընդդիմությունը սեփական օրակարգեր գեներացնի։ Այս ձևով եթե գնում ենք ընտրությունների, շատ վատ ստատուս քվո է, որը կարող է կրկնել 2021-ի սցենարը։ Դրա համար ես ասում եմ, իմպիչմենտի գործընթացը այն գործիքներից մեկն է, որը կարող է երկրում այլ ստատուս քվո առաջացնել, որտեղ Նիկոլ Փաշինյանն իրեն չզգա այնպես, ինչպես ձուկը ջրում։ Նկատենք, որ ընդդիմադիր պատիվ ունեմ, մինչև այս դեռևս հունիսի սկզբին Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ էր պատրաստել, որտեղ մինչև օրս միայն իրենց ստորագրություններն են։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան խմբակցությունը դեռ չի միացել այդ նախագծին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ավելի վաղ ասել էր, որ խորհրդարանի միջոցով Փաշինյանին տուն ուղարկելու Սարգսյանի սցենարը իրատեսական չի համարում։ Սերժ Սարգսյանի թիմակիցների խոսքով անվստահության նախագիծը ազգային ժողովի դահլիճ չի հասնի, քանի դեռ վստահ չլինեն, որ իրենց միանալու են այնքան ԿՊԱ-կաներ, որ այն կընդունվի։ Իշխող թիմից մինչև օրս բացառել են, որ իրենց շարքերից որևէ մեկը կմիանա։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք Հեցի կառավարումը վերցնելու իշխանության գործողություններից հետո Moody's վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է հեցի վարկանիշը։ Սա ազդակա եւ կառավարությանը, եւ հեցին, եւ ներդրողներին։
Թագավորական շքեղություն եւ բողոքի ակցիա։ Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայի Վինդզորի ամրոցում դիմավորել է Չարլզ III։ Հարյուրավոր մարդիկ էլ փողոց են դուրս եկել բողոքի ակցիայի։ Իսրայելի տանկերը Գազա քաղաքի կենտրոնում են։ Եվրամիությունը առաջարկում է սահմանափակել Իսրայելի հետ առևտրային կապերը։ Երեկ այն նույն օրը, երբ Վատիկանում հանդիպեցին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն ու Հռոմի Պապ Լևոն 14-րդը, հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց եկեղեցական, այսպես ասած, իր ձևակերպմամբ զազրելի բարքերը քննադատող Հովհաննավանքի քահանա Տեր Արամի հարցազրույցը։ Բարձրաստիճան հոգևորականներին քննադատող Արամ քահանա Ասատրյանը շաբաթներ շարունակ հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Երեկ սակայն նա որոշել էր խախտել լռությունը եւ հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին։ Այսօր արդեն հետևեց Սարագածոտնի թեմի արձագանքը։ Հայաստանի վարչապետը հակակաթողիկոսական արշավն այս փուլում պասիվացրել է եւ այդ բացը կարծես լրացնում է Հովհաննավանքի Տեր Արամ քահանան։ 2021 թվականին ես հեռախոսազանգ եմ ստացել վարչապետի տիկնոջից եւ տիկին Աննա Հակոբյանը ցանկություն էր հայտնել, որ ես գնամ եւ տնօրինեք կազմակերպեմ իրենց տանը եւ նաեւ ասեմ, որ ես թաքուն ոչինչ չարեցի։ Զանգահարեցին վերադասին եւ ասացի, որ այսպեսի զանգ եմ ստացել։ Եվ ասացին մի գնա սկզբում, հետո ասացին սպասի, մենք կասենք։ Հետո զանգարեցին ու ասացին, որ կարող ես գնալ։ Վարչապետական օջախն օրհնելուց հետո ըստ քահանայի իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որ կաթողիկոսի քրոջորդին է։ Այդ վերաբերմունքն իր նկատմամբ խորացել է այն բանից հետո, երբ վարչապետի տիկինն այլ կանանց հետ վանք էր եկել, ինքն էլ պատմել է Հովհաննավանքի պատմությունը։ Բանը հասել է նրան, որ քահանան վեհափառի մոտ է հասել։ Ինքը ինձ կասկածում է եւ համարում է փաշինյանական։ Խոսելով իր քրոջ որդուց, թեմի առաջնորդից, հետևյալն ասաց, որ ինքը նրան ճանաչում է եւ գիտի, որ հախուռն բնավորություն ունի եւ այդ բնավորության պատճառով նաեւ շատ սխալներ է թույլ տալիս։ Այս հանդիպումից հետո էլ հալածանքները չեն դադարել։ Այս մասին քահանան պատմում էր հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա եկեղեցական իր խոսքով զազրելի բարքերի մասին սկսել է խոսել այս ամսվա սկզբից։ Ազատությունը Օհանավանում հանդիպել էր քահանայի հետ, թե այդ ժամանակ թե դրանից հետո պարբերաբար առաջարկել ենք հարցազրույց տալ, նա հրաժարվել է։ Տեր Արամ քահանան գործող հոգևորականներից առայժմ միակն է, որ հրապարակային քննադատում է եկեղեցական վերնախավին, պնդում մյուսները վախենում են։ Մեկ հոգևորական ինքը շատ լավ գիտի, եթե ձայն հանի, դա դառնալու է իր վերջը, իր ծառայության վերջին օրը։ Տեր Արամի պնդմամբ օրինակ Գուգարքի թեմի առաջնորդի սիրելի կերպարը Ստալինն է, իր թեմի քահանաներին թույլ է տալիս Երևան գալ միայն հատուկ գրությամբ։ Ինքը արգելել է իր քահանաներին առանց իրեն տեղեկացնելու անգամ Երևան գալ։ Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան Սրբազանն այս ամենը հիվանդագին մտքեր է անվանում։ Պարզ չէ, ասում է, որ թեմը լքելիս քահանան պիտի տեղյակ պահի։ Որտեղ չկա կարգ ու կանոն, այնտեղ բարդակ է։ Սա ես զարմանում եմ, որ սրա մասին մարդ կարող է բարձրաձայնել։ Սա եկեղեցու կարգ ու կանոնն է, եւ ոչ միայն եկեղեցու, բոլոր աշխատավայրերում։ Կան եպիսկոպոսներ, որ ոչ թե եկեղեցի, այլ քաղաքականություն են մտնում, ասում է քահանան։ Պատմում թեմի առաջնորդներից մեկն իր քահանայի շատ կարևոր ընտանեկան հարցերը կարգավորելու փոխարեն ջիպ է նվիրում ինչ-որ մեկին։ Ենթադրաբար նկատի ունի Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos-ին, որ իր մեքենան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին էր նվիրել, այն բանից հետո, երբ վերջինիս սպասարկող մեքենան հատուկ ջոկատայինները տարել էին։ Եկեղեցու քաղաքականացված լինելու վերաբերյալ մեղադրանքներ էլի ունի Տեր Արամը։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Վերադասի։ Քահանան չուզելով է մասնակցել ու հոգնել է ֆիզիկապես, բայց ասում է, եթե չգնայի այդ ցույցերին, պիտի բացատրեի, թե ինչու կնշանակեր քաղաքական այլ հայացքներ ունեմ։ Իսկ հիմա ով է պարտադրել, հետո էլ կասես չուզելով է իր խոսում հարցեր ունի Հովնան Սրբազանը։ Հիմա էլ պարտադրել են, որ գա խոսի, վաղներ դրա մասին ասելու։
Դա նշանակում է մարդը հաստատուն բնավորություն չունենալն է։ Եկեղեցիներում պարտադրանք չի եղել։ Թեմի առաջնորդն այնուամենայնիվ չի բացառում, որ քահանաներին առաջարկվել է մասնակցել ցույցերին, պնդում է դա քաղաքականության հարց չէ։ Արցախը քաղաքական հարց է, հայրենիքի օրացական հարց է սա, սրան է վերաբերում, ինչի մասին է խոսքը։ Կարող է իրենք բանը հոգեվարականը գնացել մասնակցել էլեկտրիկ Հայաստանին կամ որևէ մի թանկացումներին, չէ, ինչ որ հայրենիքին է վերաբերվում։ Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանան պնդում է Միքայել Սրբազանի դատերին օրինակ, թեմի քահանաները մասնակցում են առանց հարկադրանքի։ Մեր կամքով ազատ, մեր որոշումով որոշում ենք, գնում ենք, մասնակցում ենք։ Արդյոք Հովանավանքի քահանան բարձրաձայնում է ճշմարտություններ, որի մասին լռում են Մայրաթորի հարյուրավոր հոգևորականներ։ Մայրաթորում հոգևոր ծառայություն իրականացրած, բայց ներկանալ չցանկացող նախկին մի հոգևորական մեզ պատմեց. քահանան նոր բաներ չի ասում, համակարգային խնդիրներ կան։ Հարցն այն է, որ նա աղաղակում է միայն այն բանից հետո, երբ կրակը իրեն է հասել։ Իսկ 2018-ին այս նույն քահանան բարիկադ էր բարձրացել ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպանելու համար։ Տեր Արամ քահանան երեկ ասաց այժմ պատրաստ է իր խոսքով հանուն եկեղեցու նորոգման կարգալույց լինել, գուցե հենց դա է հարությունը, լրացուցիչ մանրուք, 33 տարեկան է։ Եթե մեղնել կա, չհագուճնել կա, խաչվողն է պակասում, պետք է խաչվել։ Կայունից բացասական հետցի կառավարումը վերցնելու իշխանության գործողություններից հետո միջազգային հեղինակավոր Moody's վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ընկերության վարկանիշը։ Վարկանիշային գործակալության զեկույցում բաց տեքստով նշվում է. հետցի վարկանիշների իջեցման պատճառը ընկերությանն առնչվող օրենսդրական փոփոխություններն էին, որը թույլ կտա կառավարությանը ազգայնացնել Սամվել Կարապետյանին պատկանող բաշխիչ ցանցերը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ հետցի վարկանիշի անկումը կարող է ազդել ոչ միայն ընկերության, այլ ողջ Հայաստանի համար ներդրումներ ներգրավելու վրա։ Սկսած նրանից, որ ներդրողները ավելի այսպես վերապահումով կմոտիկանան եւ նաեւ ինքն է ստիպված լինելու ավելի բարձր տոկոսադրույքներ սահմանել պարտատոպսերի համար, որ այսպես փոխհատուցի այդ ռիսկը, որը առաջացել է ըստ Moody's-ի։ Այսինքն երկկողմանի այսպես խնդիրներ է առաջացնելու, նաեւ խնդիրներ առաջացնելու արդեն իսկ թողարկած պարտատոպսերի պարագայում, այսինքն մարդիկ կան, որոնք ունեն այսպես պարտատոպսեր, որոնց արժեքը ընդհանրենք $100 է, Moody's-ի վարկանիշի այսպես իջեցման հետևանքով կարող է $100 պարտատոպսը դառնալ ընդհանրենք $98։ Սա ազդակ է եւ կառավարությանը, եւ հետցին, եւ ներդրողներին, անշուշտ նաեւ այս Moody's-ի վարկանիշի իջեցումը կարող է իր ազդեցությունը թողնել նաեւ շուկայի մյուս տնտեսվարողների գործունեության վրա եւ նույնիսկ պարտատոպսերի ընդհանուր գնահատականի վրա։ Այսինքն սա եւս պետք է հասկանանք, որ եթե ներդրողները չունեն բավարար պաշտպանվածություն, ապա Moody's-ը կարող է այդ ազդակը բոլոր ուղղություններով փոխանցել։ Ստոկհոլմի դատարանի միջանկյալ որոշումը Հայաստանից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության բռնագրավման հետագա քայլերից, չփոխել հետցի կառավարիչներին, թույլ չտալ պետության նշանակած ժամանակավոր կառավարչին գործել որպես հետցի գործադիր մարմին։ Կառավարությունից ուղիղ ասել են, այս որոշումը չեն կատարելու։ Տնտեսագետը կարծում է, որ Moody's-ը կարող է բարելավել Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկանիշները, եթե այս որոշումը կատարվի։ Հետցի ցուցանիշների իջեցմանը երեկվանից գործադիր եւ օրենսդիր մարմինների իշխանական անդամները դեռ չեն արձագանքել։ Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության մասին նախազանգից գրեթե 2 օր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է տվել հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանին։ Նա արձակուրդ է ուղարկվել։ Կարապետյանը բռնության էր ենթարկվել Facebook-ում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին քննադատելուց եւ դրանի պատասխան Բաբայանից սպառնալից հաղորդագրություններ ստանալուց հետո։ Լրագրողի դեմ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված, որի ինքնությունը իրավապահները առայժմ չեն բացահայտում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն եմ ես, Ավետ Բաբայանն եմ ազգանունը։ Շատ ուրախ եմ։ Մի հատ ինձ տեղեկացել էին, որ դուք
Իսկ օրերս տեղի ունեցած մեկ այլ ծեծի եւ առևանգման մասին իրավապահները դեռ լռում են։ Միջադեպի մասին պատմել էր ծեծվածի կինը, որը կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից էր։ Կնոջ պաշտոնակությունից հետո նրա ամուսնու եւ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի միջև ձայնային հաղորդագրություններով բանավեճ էր սկսվել, որն արագորեն վերածվել էր առևանգման եւ խմբակային ծեծի։ Տուժողի ընտանիքը վստահ է, որ այս ամենի հետևում կանգնած է ընկերատեսչության ԿՊ-ական ղեկավարը։ Հարվածները անդադար սկսել են մինչև իր ինքնազգործողությունը կորցրել է ինքը, ուշքը գնացել է ու էլ տենց չի հիշում ինչքան են ծեծել, ով ա ծեծել, ով ա խփել, ինչ ա արել։ Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը պնդում է, ամուսնուն առևանգել են տարել Լուսակերտ միամայի տարածքում դաժանաբար ծեծել։ Դեպքը սեպտեմբերի 14-ին է եղել։ Ազատությանը պատմեց Վերոնիկա Միքայելյանը։ Վստահ է, ամուսնու հետ հաշվեհարդար են տեսել իր նախկին ղեկավարի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հրահանգով։ Ու ծեծի ընթացքում նշեմ, որ անդադ ասել են դες Սուրոին էիր, ես ասում դες կեր, դες ստացի, դες դեն, դրա համար մենք որ մեկից մեկ ակնհայտ է, որ իր պատվերն էին կատարում։ Վերոնիկա Միքայելյանը չցանկացավ տեսանկարահանվել, ամուսին էլ չհամաձայնեց խոսել, անգամ ազգանունը չցանկացավ նշենք։ Ես համոզված եմ, հուսով եմ եւ Աստծուն խնդրում եմ, որ այո, պատժվի հանցագործը։ Վերոնիկա Միքայելյանը մինչև սեպտեմբերի 9 Կադաստրի կոմիտեի արտաքին կապերի վարչությունում է աշխատել, որպես ավագ մասնագետ։ Նրա ծառայությունը դադարեցրել են խիստ նկատողություններից ու ծառայողական քննությունից հետո։ Աշխատանքից ազատելու որոշումը վրդովեցրել է ամուսնուն, զանգել է կնոջ վերադասին Սուրեն Թովմասյանին, նա չի պատասխանել, ապա ձայնային հաղորդագրություններ է ուղարկել։ Հաղորդագրությունների բովանդակությունը չեմ ուզում հրապարակել, բնականաբար շնորհակալություն չէր հայտնել։ Օրեր անց էլ ամուսնուն առևանգել են։ Դրա համար մարդուն է տորնեք։ Սուրեն Թովմասյանին Կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու։ Սուրեն Թովմասյանը իշխող քաղաքացիական պայմանագրի անդամ է։ Վարչապետ Փաշինյանի որոշմամբ է նշանակվել այս պաշտոնին 2019 թվականին։ Վերոնիկա Միքայելյանի ամուսինն էլ է նախկինում Կադաստրի կոմիտեում աշխատել ու Թովմասյանի հետ տարաձայնությունների պատճառով մի քանի տարի առաջ ազատման դիմում է գրել։ Հետո ըստ Վերոնիկայի իրեն են թիրախավորել։ Այս դեպքից ամիսներ առաջ էլ ոմն Ռոման է Սուրեն Թովմասյանի անունից եկել ամուսնու հետ բարեխոսելու, որ իրավիճակը հարթվի։ Կինն էլ դիմում գրի գնա։ Հենց այդ միջնորդին էլ ըստ Վերոնիկա Միքայելյանի հաշվեհարդար տեսնողների խմբում ամուսինը նկատել է։ Սուրեն Թովմասյանի անունից եկել էր Ռոմանը, ամուսինս այն ժամանակ էլ ինչ որ տենց բաներ իր հետ լարված խոսակցություններ ունեցել, երբ որ ինքն էլ այդ ընթացքում որ հասել են տեղ տեսել է այդ անձնավորությունը, որը որ Սուրեն Թովմասյանի կողմից մի քանի ամիս առաջ էլի եկել էր ամուսնուս հետ, այսպես ասած, ռազմորկաների Սուրենի հրահանգումով, նրան է ճանաչել, որ նրան հենց ճանաչել է, անմիջապես հասկացել է, որ ծուղակն է ընկել Սուրենի կողմից լարված։ Ամուսնուն ասած խաբելով են հասցրել իրենց ուզած վայրը, ապա մեքենայից իջեցրել ու 40-50 հոգով ծեծել։ Այդ ընթացքում Սուրեն Թովմասյանի անունն են տվել, մեկն էլ ասել է, թե կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի եղբայրն է։ Նա անգամ ներկայացել է, որ ես էլ Մհեր Խաչատրյանի եղբայրն եմ, Սուրոն մեր աղբերն է։ Ամուսնուն այնպես են հարվածել, որ աչքերն են վնասվել, քիթը, կողերը կոտրվել են, դեմքի ու մարմնի տարբեր հատվածներ են վնասվել։ Այս ամենը հաստատվել է բժշկական հետազոտությամբ։ Սուրենը դեպքից հետո հիվանդանոց է տեղափոխվել։ Հիմա բուժումը տանն է շարունակում։ Ուժեղ արուն էր քալի աչքերից։ Աչքերը ահա որ ամենաուժեղ հարվածը աչքերին հասցրել։ Ասենք չի կարել էլի, ես չգիտեմ ինչ սադիստներ են եղել։ Նրանք մարդիկ չեն եղել, սադիստներ են եղել։ Վերոնիկա Միքայելյանը ոստիկանություն է ահազանգել, քննչական կոմիտեում գործ է հարուցվել ծեծի ու առևանգման հոդվածներով։ Չնայած տուժողները հրապարակային անուններ են հնչեցնում, բայց դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Կասկածյալների մասին էլ քննչականից ոչինչ չեն հայտնում։ Կադաստրի պետական կոմիտեից հերքում են Սուրեն Թովմասյանի ու Մհեր Խաչատրյանի առնչությունն այս միջադեպին, այլ մանրամասներ չեն հայտնում, քանի որ նախաքննություն է։ Ես մենակ ուզում եմ, որ այդ հանցագործը պատժվի իր ոհմակի հետ միասին։ Հավատում եմ, որ գործը բացահայտվելու է, հանցագործը պատժվելու է։ Հիմա փառք Աստծո, տեխնոլոգիաները այնքան գերզարգացվածության աստիճանում են, ես եւս մեկ անգամ ասել եմ, մի հատ թող Սուրեն Թովմասյանի հեռախոսը առգրավեն։
մի հատ թող արգրավեն, ամեն ինչ պարզ կլինի։ Արդյոք կադաստրի կոմիտեի ղեկավարին ու գլխավոր քարտուղարին հարցաքննել են, քննչականից չեն հայտնում։ Այս քրեական պատմությանը իշխող քաղաքացիական պայմանագրից էլ դեռ չեն արձագանքել։ Միջազգային լրահոսից թագավորական շքեղություն և բողոքի ակցիա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Մեծ Բրիտանիայում է։ Այսօր նրան Վինձորի ամրոցում ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։ Այցին զուգահեռ խստացվել են անվտանգության միջոցառումները, հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել Միացյալ Նահանգների շահը ամենից վեր դասող Թրամփի քաղաքականության դեմ։ Միացյալ Նահանգների նախագահը երրորդյա պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը երկրորդ անգամ է նման այց կատարում Միացյալ Թագավորություն։ Նախորդը տեղի էր ունեցել 2019-ին նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Պատմական այս այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարին ուղեկցում են առաջին տիկինը, պետքարտուղարը եւ այլ պաշտոնյաներ։ Վինձորի ամրոցում, որն աշխարհի ամենահին եւ ամենամեծ բնակեցված ամրոցն է եւ գրեթե 1000 տարի բրիտանական միապետերի տունն է եղել, նրանց ընդունել է թագավորական ընտանիքը։ Ըստ մամուլի պետական այցի համար սա երբևէ կազմակերպված ամենամեծ ընդունելությունը կդառնա։ ԱՄՆ նախագահական Marine One ուղղաթիռով Վինձոր ժամանած Թրամփին եւ Մելանիային դիմավորեցին արքայազն Ուիլյամը եւ նրա կինը, Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը։ Ապա հյուրերուն ուղեկցեցին դեպի ամրոցի մուտք, ուր նրանց սպասում էին թագավոր Չարլզն ու թագուհի Կամիլան, այլ պաշտոնյաներ։ Ձերքսեղմումից ու կարճ շփումից հետո նրանք թագավորական 5 կարգով ուղևորվեցին ամրոցի բակ, որտեղ Թրամփն ու Չարլզը պատվո պահակախմբի ստուգատես անցկացրին, ապա հեռացան ճաշի։ Չարլզն ու Կամիլան ամերիկացի հյուրերին ավելի ուշ կցուցադրեն թագավորական հավաքածուի ընտրված գանձերը, կայցելեն Սուրբ Գևորգի մատուռ, որտեղ Թրամփն ու Մելանիան ծաղկեպսակ կդնեն Եղիսաբեթ II թագուհու գերեզմանին։ Իսկ երեկոյան նախատեսված է պետական խնջույք Վինձորի ամրոցում։ Հանդիսավոր ընդունելությունից բացի ԱՄՆ նախագահի այցն ուղեկցվում է նաև ցույցերով, հարյուրավոր մարդիկ Վինձորում բողոքի ակցիա են արել, վանկարկելով Դոնալդ Թրամփն այստեղ ողջունելի չէ։ Ցուցարարները նշում են Թրամփի գործողություններն ու անկործությունը անկայունություն են առաջացնում աշխարհում, տապալելով աշխարհակարգը, որին մարդկությունը հարմարվել էր։ Եթե այցել էին Օբաման, Ջո Բայդենը, այստեղ բոլորովին այլ մթնոլորտ կտիրեր, բայց դա այդպես չէ, Դոնալդ Թրամփն է։ Նա կարող էր դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, Գազայում, եթե ցանկանար։ Ես չեմ հասկանում, թե ինչու չի ուզում։ Նա աշխարհի ամենավտանգավոր մարդն է։ Մեկ այլ ցուցարար էլ ասում է, թե Թրամփը Ռուսաստանի նախագահի ձեռքի խաղալիք է։ Պաղեստինում պատերազմի հարցում աջակցում է Իսրայելին, նաև տուրք է տալիս ԱՄՆ-ում ծայրահեղ աջակողմյան ավտորիտար քաղաքականությանը։ Նա շրջապատված է անգրագետ շողոքորթներով, որոնք նույնպես միայն իրենց փողի մասին են մտածում։ Նաև Ջեֆրի Էփշտեյնի սկանդալը, դրանք բոլորն այս պահին շեղող գործոններ են։ Ի նշան բողոքի ցուցարարները Թրամփի եւ նրա երբեմնի մտերիմ մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի լուսանկարն ու տեսանյութն են պրոյեկտորով ցուցադրել Վինձորի ամրոցի պատերին։ 4 մարդ է ձերբակալվել այս ակցիայի համար։ Ակտիվիստները նաև Թրամփին եւ Էփշտեյնին պատկերող հսկայական պաստառ են տեղադրել Վինձորի ամրոցի հարակից տարածքում։ Նրանց լուսանկարը տեսախցիկը ֆիքսել է նաև բեռնատարի վրա։ ԱՄՆ նախագահի դեմ ցույցերին միացել է նաև կանգնեցրեք Թրամփին կոալիցիան, որը ներառում է ավելի քան 50 միություն եւ բարեգործական կազմակերպություն։ Չնայած խորհրդարան Սպիտակ տան ղեկավարի այց նախատեսված չէր, նրանք բողոքի ակցիա են արել նաև խորհրդարանի դիմաց։ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը Մեծ Բրիտանիան ժամանել 3 գիշերել են Winfield House-ում 1955 թվականից Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանիկ է ցավայրում։ Այցից առաջ դեռ ԱՄՆ-ում Թրամփը հայտարարել էր, որ լավ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի եւ թագավոր Չարլզի հետ, որի հետ ընկերներ են վաղուց։ Թրամփի օրակարգում է նաև մաքսատուրքերի հարցը, Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելի լավ պայմաններ։ Պատրաստ եմ օգնել նրանց։ Մեր երկրի գործերը շատ լավ են։ Երբեք այսքան լավ չեն եղել։ Տրիլիոնավոր դոլարներ ենք ստանում մաքսատուրքերից եւ նրանք ցանկանում են հասկանալ, կարող են մի փոքր ավելի լավ գործարք կնքել։ ԱՄՆ նախագահը ապրիլին հավելյալ մաքսատուրքեր սահմանեց նաև դաշնակից Բրիտանիայի նկատմամբ։ Հունիսին սակայն Լոնդոնն ու Վաշինգտոնը առևտրային գործարք կնքեցին, որը նվազեցրեց մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը։ Համաձայնության չեկան միայն բրիտանական պողպատի ներմուծման շուրջ, որի մաքսատուրքը 25% է։ Վաղը Չեքերսի իր կեցավայրում ԱՄՆ նախագահին կընդունի վարչապետ Քիր Սթարմերը։ Մաքսատուրքերից ու առևտրից բացի օրակարգում են նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության գործարքը, որի շրջանակում ամերիկյան ընկերությունները ավելի քան 40 միլիարդ դոլարի ներդրում կանեն Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ԱՄՆ աջակցության պատոմային փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հարցերը, ուկրաինական պատերազմն ու Գազայում տիրող իրավիճակը։
Յուտայի դատախազները խոստացել են մահապատժի որոշման հասնել պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և Միացյալ Նահանգների նախագահի հավատարիմ աջակից Չարլի Քըրքի սպանության կասկածյալի նկատմամբ։ Նրանք նոր մանրամասներ են ներկայացրել գործից, այդ թվում հաղորդագրություններ, որոնցում նա ըստ դատախազների գաղտնի խոստովանել է սպանությունը։ 22-ամյա Տայլեր Ռոբինսոնը ըստ մեղադրանքի անցյալ չորեքշաբթի կրակել և մահացու վիրավորել էր Քըրքին Յուտայի համալսարանի տանիքից։ Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանից 1.5 տարի անց կինը Յուլիան հայտարարում է, որ երկու տարբեր երկրում լաբորատորիաների փորձաքննությունները ցույց են տվել, որ ամուսնու ընկալանավայրում թունավորել են։ 47-ամյա Ալեքսեյ Նավալնին մահացել է անցած տարվա փետրվարին Բևեռային գայլ անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Ըստ պաշտոնական վարկածի բնական մահով։ Նավալնիի կողմնակիցները սակայն առաջին օրվանից պնդում են, որ Կրեմլի կոշտ քննադատը ամենայն հավանականությամբ սպանվել է ռուսական իշխանությունների հրահանգով։ Իսրայելի զորքերն ու տանկերը ներխուժել են Գազա քաղաքի խորքերը։ Միջազգային հանրության կողմից լայնորեն դատապարտված իսրայելական հարձակման երկրորդ օրն է։ Պաղեստինցիները շարունակում են զանգվածաբար լքել ավերված բնակավայրը։ Իսրայելի բանակը հաստատել է ցամաքային գործողությունից առաջ օրեր շարունակ ռազմաօդային ուժերը և հրետանային ստորաբաժանումները հարվածել են անկլավին, որը հայտնվել է արդեն 2 տարուց ավելի Համասի դեմ շարունակվող պատերազմի թիրախում։ Անցած գիշերվա հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ։ Իսրայելի լայնածավալ հարձակումից առաջ Գազայում ըստ վիճակագրության 1 միլիոն մարդ էր ապրում։ Վերջին օրերին ըստ իսրայելական աղբյուրների նրանցից 350,000-ը ստիպված լքել է տները։ Այս ամենին զուգահեռ Եվրամիությունը առաջարկում է սահմանափակել Իսրայելի հետ առևտրային կապերը և պատժամիջոցներ կիրառել Իսրայելի երկու նախարարների նկատմամբ։ Reuters-ը նշում է, որ Բրյուսելի այս առաջարկը դժվար թե ընդունվի դաշինքի անդամ երկրների դժկամության պատճառով։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը և մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք, նախատեսել հաջողություն։